Կարս։ Անիից Կարս 45 կիլոմետր է։ Ամբողջ ճանապարհը ձգվում է հացահատիկի դաշտերի միջով։ Կարսը հացահատիկի խոշոր շտեմարան է։ Կարսը ցուրտ մարզ է։ Տարվա միջին ջերմաստիճանը 3,7 աստիճան է։ Կարսը 929-ից 961 թվականներին եղել է Բագրատունիների թագավորանիստը։ Կարսն անառիկ բերդ է։ Այն 4 կողմից շրջապատված է անմատչելի ժայռերով և անդնդախոր հովիտներով։ 1913 թվականի տվյալով Կարսի մարզում կար 85 հայկական գյուղ, ապրում էր 85104 հայ։ Այսօր քաղաքն ունի 78500 բնակիչ, գերակշռող մասը քրդեր են։ Ցավալի է, որ այս անառիկ բերդը 1920 թվականին հանձնվեց թշնամուն առանց դիմադրության։ 1920 թվականին Կարսը դիտվում էր որպես պաշտպանական կենտրոն։ Կայազորը 3000 զինվոր էր։ Կարսի պաշտպանությունը հանձնվել էր Սարդարապետի հերոս Դանիել Բեկ Փիրումյանին։ Ժողովրդին ոգևորելու համար այստեղ էր ուղարկվել նաև arczepiskopos Գարեգին Հովսեփյանը։ 1920 թվականի սեպտեմբերի 1-ին Բաքվում տեղի է ունենում արևելյան մուսուլման ժողովուրդների համագումար, որին մասնակցում էր հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Էնվեր Փաշան։ Նա հայտարարում է, որ Հայաստանը պետք է բնաջնջվի և այն պետք է խորհրդայնացվի թուրքական զորքերով, թուրքական սվիներով և 1920 թվականի սեպտեմբերի 22-ին 30,000-անոց բանակով Քազիմ Կարաբեքիրը անցնում է հարձակման։ 1920 թվականի սեպտեմբերի 29-ին նրան գրավում են Սարիղամիշը, 30-ին Կաղզվանը, հոկտեմբերին թուրքերը մոտենում են Կարսին։ Հայ զինվորները հոգեբանորեն չէին կարող համակերպվել, որ իրենց դեմ կռվում է նաև ռուսը։ Զինվորները բարոյալքված էին, և Կարսը հանձնվում է առանց կռվի։ 1920 թվականի հոկտեմբերի 30-ին թուրքերը մտնում են Կարս։ 18 թվականի մահվան դատապարտված ժողովուրդը կռվեց, իսկ 20 թվականին, երբ որ ունեինք գոնե 25000 հաստատապես թղթի վրա 40,000-ով բանակ, մենք պարտություն կրեցինք։ Կարսի թանգարանում կա մի ցավալի, այսպես ասեմ, հուշանվեր, որ մինչև հիմա պահպանվում է, բավական մեծ հուշանվեր, խոսքը մի վագոնի է վերաբերում, որի մեջ ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք են բոլշևիկյան ռուսներն уղարկել թուրքերին, որի վրա ուղղակի ռուսերենով գրած է Главнокомандующими турецкими войсками Քազիմ Կարաբեկի Правительство Российской Федерации։ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվում է Կարսի խայտառակ պայմանագիրը, համաձայն որի Ախուրյան և Արաքս գետերը դառնում են պետական սահման։ Սուրբ Առաքելոս եկեղեցին կառուցվել է 928-ից 953 թվականներին Աբբաս Բագրատունու թագավորության օրոք։ Այսօր այն վերահացվել մզկիթի։ Եկեղեցու ներսից քանդել հանել են ողջ հայկական։ Երբ ներս ես մտնում, քեզ մի տեսակ լքվածության, խորթության զգացողություն է պատում։ Այս տանը 1897 թվականին ծնվել է Եղիշե Չարենցը։ Մենք գտնվում ենք Կարսի հայտնի Դպնի գյուղում։